Ամեն անգամ վիդեո եմ նկարում ու ասում. «Էս անգամ ոչինչ չհասցրեցի անել, տան գործերով էի զբաղված, էս անգամ ոչինչ չհասցրեցի անել, սա էի անում, նա էի անում», մի խոսքով ամոթնել է լավ բան։ Էս անգամ որոշեցի, որ բոլոր մանր գործերից, որոնք անելու եմ, գցելու եմ մանր վիդեոներով շորթերի մեջ ու տեսնեմ ինչ եմ արել ամսվա ընթացքում։ Պարզվեց, որ բավականին լավ գործ եմ արել։ Ուրեմն մեր բակի ցնցաղիկները արդեն ծաղկել էին, երբ որ ձյունը եկավ նստավ ու այսպես ամբողջը ձյան տակ է, նորից փակում եմ, որ հանկարծ չսարեն։ Փետրվարի սկզբին Pinterest-ում տեսա այսպիսի զարդ որպես գալստուկը գործած հետաքրքիր ձևերով ու որոշեցի, որ կարելի է ինչ-որ ձևով անել։ Հայաստանում դեռ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը գալստուկ գործի և պլյուս մի հատ շատ հզոր ալիք եկա գալիս գալստուկի թրենդի, տղաներ կներեք, բայց երևի մենք արդեն ձեր ձեռքից վերցնենք վերջնականապես էս աքսեսուարը և դարձնենք մերը, կրում ենք գալստուկը, թե տղամարդու գալստուկ, թե գալստուկը որպես զարդ, ուլունքներից գործած, մակրամեով գործած կամ ուրիշ ձևի, կամ հենց գալստուկը ինչ-որ բրոշների կամ մատանիների հետ։ Առաջին գործած գալստուկներս իհարկե մորս համար է, անցնում է, գնում է դասի և այսպես փորձել եմ մի ուզորից տարբեր ձևերով, սա մի քիչ առաջինն էր, մի քիչ դուրս չի գալիս, բայց ընթացքում փոխել եմ, արդեն նորմալ եմ սարքել, էս երկրորդն է, փոքրից մինչև մեծ եմ մեծացրել, որպեսզի իսկական գալստուկի նման լինի, ուրեմն էն առաջի երկուսը ակրիլ թելերով էին, իսկ այս մեկը ուրիշ ուզոր եմ փորձել, սա արդեն բամբակե թելով է արված, մի քիչ ավելի խոշոր է, մի քիչ ավելի պինդ է և եթե մորս գալստուկները հելունով գործած էին, ես որոշեցի, որ իմը պետք է լինի մակրամեով գալստուկ, որոշեցի ու ընտրեցի հայկական ուզոր։ Էս հայկական ուզորը ընտրելու ընթացքում մոտս մի հատ գաղափար առաջացավ, խոսել են մասին, թե արդյոք գոյություն ունի Հայաստանում նամանավանդ մտավոր սեփականության իրավունք։ Ուրեմն ինչից էս ամեն ինչը սկսվեց, մի հատ աղջիկ ինտերնետում, ես նույնիսկ գրանցված եմ իր էջին, ոգեշնչվելով կուրտկաներ արտադրող մի հատ բրենդի կուրտկայից, որոշել է ինքը իր համար կուրտկա կարել, ոչ թե վաճառքի, այլ ինքը իր համար։ Եվ այդ կուրտկայի կարելու ամբողջ պրոցեսը ինքը նկարել ու գցել է TikTok։ Ուրեմն էս բրենդը տեսել է էս TikTok-յան էջը, իր կուրտկան, որը շատ նման է իրանց կուրտկային, մի խոսքով տատի են տվել և պահանջում են, որպեսզի ամբողջ նյութը, որը ինքը նկարել է, էս աղջիկը հեռացնի իր TikTok-ից։ Ես էլ իմ գալստուկը գործելու ընթացքում ոգեշնչվել եմ մի այլ վարպետից, ճապոնացի վարպետի, որը մակրամեով այսպիսի բրասլետներ է անում։ Հիմա ես այդ նույն ուզորով գալստուկ եմ գործում։ Բայց ինչպես մեր կուրտկաներ արտադրող ընկերությունը, այնպես էլ մեր մակրամեով գործող այս ճապոնացի վարպետը հենց այնպես տեղը չէ այդ ուզորները գործել։ Այդ ուզորները հաստատ Ճապոնիայում ոչ մի տեղ չկա, իսկ Հայաստանում ցանկացած երկրորդ խաչքարերի կամ եկեղեցու զարդանախշի վրա նման ուզորներ կարող ենք գտնել։ Հիմա ասեք, ով է ում մտավոր սեփականությունը գողացել, ճապոնացի աղջիկը մեր մտավոր սեփականությունն է գողացել, թե ես ճապոնացի աղջկավ մտավոր սեփականությունն եմ գողացել։ Մի խոսքով, այն գալստուկը, որը ես հիմա գործում եմ իր ուզորին համապատասխան, ես ինքս ինձ համար եմ գործելու, չեմ վաճառելու, բայց եթե մյուս անգամ գործելու եղա, այս սիրուն խաչքարերից մեկն ու մեկի
ուզորը կվերցնեմ, արդեն պրինցիպը հասկացա, թե ինչպես են գործվում նման զարդերը։ Ուրեմն ցույց եմ տալիս, որ ոչ միայն վերնաշապիկների հետ է հնարավոր կալստուկը անցնել, կարելի է և լոնգ սլիվների և մայկաների հետ անցնել, բարեբախտաբար իմ ընտրած թելի գույնը համապատասխանում է թե ամառային, թե ձմեռային հագուստիս գույների, այնպես որ կկրեմ և ձմեռը և ամառը, և նույնիսկ արդեն հասցրել եմ քաղաքով մեկ ման տալ, պատկերացնում եք, իմ գալստուկը, կներեք, գալստուկը չէ, ինձ կոմենտներում ուղղեցին, ասեցին, որ փողկապ է, գալստուկ չէ, սրանից հետո չեմ սխալվի, իմ փողկապը քաղաքով մեկ ման եմ տվել։ Գնացի post AliExpress-ից ստացա իմ գնումները և Օզոն եմ մտել, Օզոնից եմ մի 2 բան ունեի վերցնելու։ 2 օր անընդհատ եկած ձյունից հետո վերջապես արև էր, ամբողջ ձյունը հալվել էր ու վերածվել էր այսպիսի ահռելի սառույցների, կյանքի և առողջության համար վտանգավոր, մայթերով գրեթե հնարավոր չէր քայլել, միայն փողոցի մեջտեղով, մի խոսքով, գնումներս արեցի, վերջացրեցի, հիմա ցույց տամ, թե ինչ եմ գնել։ Չգիտեմ ինչ-որ մեկը մարտի 8-ին ինչ-որ բան կնվիրի, թե չէ, բայց ես ինքս ինձ արդեն նվիրել եմ, ահագին երկար ժամանակ ուզում էի այս զարդը, կոմպլեկտ է, թևնոցը, կարմիր քարերով, վզնոցը, արծաթե գույն մետաղից է, արծաթ չէ, արծաթագույն մետաղ է, և օղերը, լավ չհանեմ, այսպես ցույց տամ, այսպիսի, սրանք մտադիր եմ կրելու իմ սիրելի սպիտակ բաճկոնի հետ հայկական ուզորներով։ Ուրեմն AliExpress-ից պատվիրել էի մի քանի դանակներ իմ ալբոմների համար, հետո ցույց կտամ, թե որից ինչ եմ ստանալու, ինչ եմ պատրաստելու, ծովային թեմայով մանկական ալբոմ ունեի, հիմնականը դրա համար է, սա մյուս ալբոմի համար է, մյուս մանկական ալբոմի համար է, այս տները մի նոր գաղափար ունեմ դրա համար է, հետո ցույց կտամ էլի ինչ եմ ստանալու, թե պրոցեսը կնկարեմ, թե վերջնական արդյունքը, այնպես որ ամեն ինչ պարզ կլինի, ևս մեկ ծովային թեմայով խարիսխն է, ծովաստղը և նավակը, և այսպիսի ալբոմ եմ գնել, հիմա կասեք դու ալբոմ ես սարքում, ալբոմ ինչի համար ես առնում, հիմա կբացատրեմ ինչի, նախ այստեղ ես նկարել էի այս ամբողջ պրոցեսը, թե ոնց եմ դնում մեջը, բայց հետո վիդեոյի վրա տեսա, որ սիրուն չի ստացվել, դրա համար նորից մի հատ էլ նկարում եմ ներքևում, ուրեմն այս դանակները չպետք է իրար կպնեն, առհասարակ քսվեն, կարող են քոռանալ կամ եթե իրար վրա դրված լինի, դեֆորմանան ինչ-որ ձևովի ու վատ կտրեն, դրա համար, որպեսզի համ էլ փոքր են, որպեսզի տնով մեկ թափырտված չլինեն, մի հատ ալբոմի մեջ ենք հավաքում ու կոկիկ ավագ մնում է այսպես, հետո պատվիրել եմ այսպիսի թուղթ, սա ընտանեկան մեծ ալբոմի համար է, հավանաբար այս բոլոր նկարներից և ոչ մեկը ինձ պետք չի գալու, բայց ընդհանուր լիստերը պետք կլինի, այս երկկողմանի թղթերը ինձ դուր չեն գալիս հենց նրա համար, որ չգիտեմ, թե որ մի կողմը զոհաբերեմ, կպցնեմ այդ երեսը, որովհետև երկու կողմն էլ շատ սիրուն են, այսպիսի թղթեր ունենք, ուրեմն այս ընտանեկան ալբոմը բավականին մեծ չափսի է, պետք է լինի տատիկ պապիկը, հայրը մայրը իրենք և իրենց երեխաները ընդհանուր մեկ ալբոմի մեջ,
սև սպիտակ նկարներից սկսած մինչև հիմիկվա գունավոր նկարները, այս նկարներից ևս ոչ մեկը ինձ պետք չի գա, հավանաբար հետևի էջը կօգտագործեմ և նվեր եմ դրել այսպիսի երկու երիզ, էլի նկարները կտրվելու և երևի դա էլի ոչ մեկը պետք չկա, որպես էջանիշ թողնեմ ինչ որտեղ կօգտագործենք,